Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Ստեփան Դանելյանն հետ, շնորհակալ եմ պարոն Դանելյան վերաբերն ընդունելու համար, երկրում մոլեգնում է կրիմինալ ալիքը եւ վերջին մի քանի ամիսներին եւ հատկապես վերջին շաբաթներին սպանություններ, կրակոցներ Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում ողբերգական դեպքերից մեկը Փարաքարի համայնքապետի սպանություններ եւ իր հետ այլ մարդու սպանություն ոստիկանության աշխատակցի է սա ինչի մասին է խոսում դետալների մեջ իհարկե չմտնելով որովհետեւ մենք մանրամասներին չենք տիրապետում այսօր չնայած լրատվականներից մեկը գրել է ով կարող է լինել հավանական մարդասպան իբրև թե հայտնաբերվել է ինչն է ծնում նման կրիմինալ մթնոլորտ որն է պատճառը որովհետեւ միշտ չէ որ այսպես է եղել եւ տարբեր ժամանակներ ինչ պատճառներով կրիմինալը գլուխ է բարձրացնում հիմա ինչու է գլուխ բարձրացրել երբ որ կրիմինալը քաղաքական դերակատարում է ստանձնում մենք վաղուց վանից ենք կանխատեսել նաեւ մի անգամ մենք խոսում ենք մի քանի ամիս առաջ որտեղ ասում ենք որ ապագային սպասում են սպանություններ եւ նման դեպքեր հիմա ամենակարևորը որն է ուրեմն մենք պետք է գտնենք նմանությունը 90-ական թվականների հետ այն ինչ նմանություններ կան որոնք եղել են 90-ական թվականներին ինչը հիմա է կատարվում 90-ական թվականներին պարտադիր խորհրդային միությունը փլուզվել էր սեփականությունը պետականն էր այսինքն բոլորինն էր հիմա պետք է ինչ-որ մարդիկ իրար մեջ բաժանեն եւ այդ սեփականությունը ծնում էր նաեւ քաղաքական ուժ Եվ կայուն քաղաքական համակարգ գոյություն չուներ, սերտաճում էր կրիմինալը բիզնեսը եւ իշխանությունը, եւ այդ ընթացքում պետք է ինչ-որ քաղաքական ուժեր ձևավորվեին։ Եվ երկրորդ ամենակարևոր պահը ընտրությունների ժամանակ կրիմինալը կարևոր դերակատարություն էր ստանձնում, որտեղ պետք է տեղերում ընտրություններ կազմակերպել, ձայներ բերեն, բախացնելով, գնելով, այն ժամանակ նաև այդ քվեատուփերն են գողանում, լույսերն են անջատում, դրա գլխավոր հերոսներից մեկը հիմա գլխավոր օլիգարխն է ԿՊ-ի կազմում, այս process-ն է եղել։ Հիմա ես կարծում եմ մենք նման մի process-ի մեջ ենք մտել, որովհետև տեսեք, առաջինը սեփականության վերաբաշխում է տեղի ունենում է, չէ։ Երկրորդը քաղաքական համակարգը անկայուն է, եւ երրորդը կրիմինալը պետք է մտնի քաղաքականության մեջ, այսինքն պետք է դեր կատարի։ Դերը որն է, այսինքն ընտրություններ են մեզ մոտ սպասվում, անորոշ վիճակ է եւ կրիմինալը պետք է բերի ձայներ, թաղի տղաները, հեղինակությունները, ով որ հարգանք ունի, ով որ ինչ-որ բիզնես ունի եւ շատ աշխատողներ ունի, իրենք պետք է ձեներ հավաքեն։ Եվ այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են։ Եվ չորրորդ պահը, ես ուզում եմ նշել, դա ոստիկանությունն է։ Երբ որ երկրում անորոշ վիճակ է լինում, ոստիկանության դրվում է քաղաքական ֆունկցիա, նաև ձեներ բերելու, նաև կրիմինալին վերահսկելու, եւ նաև այս իրավիճակից դուրս գալու համար եւ ոստիկանությունը, որպեսզի էֆեկտիվ կարողանա աշխատել, առաջինը իր համար պետք է պարզ լինես երկիրը ուր է գնում։ Եվ երկրորդը, երբ որ իրենք որևէ մեկին պատժում են, կրիմինալ, ոչ կրիմինալ, սեփականատեր եւ այլն, իրենք պետք է վստահ լինեն, որ իշխանությունը կայուն է, որտեղ հակառակ դեպքում արդեն բենզետաներ կլինեն, արդեն հաջորդ փուլում եկող իշխանությունը կարող է իրենց պատժի։ Մենք այն նման իրավիճակում ենք եւ բնականաբար այս ամենը կուտակվել է իրար եւ կրիմինալ վիճակը
բերել է նրան ինչ որ հիմա բերել է եւ իմ կարծիքով ընտրությունները մոտենալուն զուգահեռ մենք նման սպանությունների ականատեսը կլինենք, որովհետեւ ըստ այդ վարկածի սա էլ կապ ունի ընտրության դա էլ կապ ունի ընտրությունների հետ, որովհետեւ ընտրությունների ժամանակ կոնֆլիկտ առաջացել, որը ես ձեր թույլտվությամբ հերոսատողներին փոքր բացեմ, եթե հավատանք այն տեղեկություններին, որ սա վենդետա է, ապա ստացվում է, որ հետքերը գնում են այս տարվա մարտին տեղի ունեցած ընտրություններ Փարաքարում, որտեղ քաղաքացիական պայմանագիրը պարտվեց եւ մինչեւ ընտրություններ տեղի էր փետրվարի 5-ին տեղի էր ունեցել միջադեպ ընդդիմադիր այս շրջանակի եւ ԿՊԱ-ական Ախտոյանի նախկին համայնքապետ Մերձավանի խոշորացվեց, չէ, միացվեց Փարաքարին Մերձավանի համայնքապետ Ախտոյանի ընկերական բարեկամական շրջանակների միջև եւ այդ վեճի հետևանքով սպանվել էր 29-ամյա երիտասարդ Ախտոյանի մորաքրոջ մի խոսքով ազգականը եւ հիմա սա հատկապես ցույց է տալիս ձեր վերլուծության իրականությունը, որ կրիմինալը մտել է ընտրություններ եւ երբ որ կրիմինալը մասնակից է դառնում քաղաքական process-ին, դա չի կարող չավարտվել սպանություններով։ Եվ երկրորդ պահը կրիմինալը նաև մտնում է բիզնեսի մեջ, չէ, որովհետև կրիմինալի շահը որն է, ինքը ծառայություն է մատուցում, դիմացի իշխանությունը պետք է ծառայություն մատուցի։ Եվ ծառայությունները տարբեր տեսակի են լինում։ Տեսակներից մեկը այս հողատարածք, կեսին սեփականություն, ազդեցության ոլորտ եւ այլն։ Ավելի ցածր մակարդակում, ասենք թաղերում թաղի տղերքից որևէ մեկը, որը ձերբակալված է կամ կալանավորված է կամ դատապարտված է, ապա նրա նկատմամբ որոշակի վերաբերմունք պետք է ցուցաբերվի, լավ պայմաններ լինի, ինչ որ գործ պետք է փակվի, այսինքն նման ծառայություններ նույնպես եւ այդ ծառայությունների մեջ արդեն ոստիկանական համակարգն է մտնում, այսինքն իշխանությունը ստիպում է, որպեսզի ոստիկանությունը քաղաքական պատվերներ կատարի եւ գնա պայմանավորվածությունների կրիմինալ ոստիկանություն դառնում է ոչ թե կրիմինալը վերահսկող կանխարգելող, այլ սպասարկող կրիմինալին արդեն։ Պայմանավորվող եւ քաղաքական պատվեր կատարող եւ կրիմինալը նույնպես դառնում է քաղաքական գործոն։ Եվ երբ որ կրիմինալը դառնում է քաղաքական գործոն, մենք տեսնում ենք նաև սեփականության վերաբաշխման գործընթաց եւ գաղտնիք չի, գոնե լավ մամուլի տվյալների վրա հենվենք, որ սեփականության ակտիվ վերաբաշխում է տեղի ունենում, սև սխեմաներ են գործում, որի մեջ ներքաշված են գործող իշխանության ներկայացուցիչները եւ նրանց սեփականության հետ կապված մամուլում բազմաթիվ նյութեր կան եւ ես կարծում եմ, եթե իշխանությունը փոխվի, ապա այնպիսի նյութեր կբացվեն, որ ուղղակի հասարակությունը կսարսափի։ Պարոն Դանիելյան, տեսեք, ընդհանրապես երբ եղավ այս սպանությունը, շատերը դա գնահատեցին որպես քաղաքական պատվեր, իշխանությունը փորձում է համոզել, որ դա վենդետա է, բայց վենդետայի պարագայում էլ չէ կարող է լինել քաղաքական պատվեր։ Ենթադրենք այդ երիտասարդին, որը իբրև իր եղբոր վրեժն է լուծել, իրեն ինչ որ մեկը կարող էր քաջալերել, կարող էր, չգիտեմ, հուշել, չէ, որ կարելի է հարցը այսպես լուծել։ Այսինքն աշխարհում լինում են նման։ Այդ մեթոդը գործածվում է հաճախ իշխանությունների կողմից, որպեսզի սպանության հետքերը ուղիղ իշխանության մոտ չտանեն, ինչ որ անձնական դրդապատճառներով բացատրեն դա։ Բնականաբար նման պատվերներ լինում են, բայց ես կարծում եմ դա չի հիմնական պատճառը։ Հիմնական պատվերը այն է, որ հիմա մենք տեսնում ենք ձերբակալություններ, այսինքն նրանք, ովքեր որ հայտ են ներկայացնում քաղաքականությունը մասնակցելու կամ քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, խոսքը նաև ընտրությունների մասին, տասնյակներով ձերբակալվում են եւ նաև արդեն եպիսկոպոսներ են ձերբակալվում, խոշորագույն բիզնեսմեններ ձերբակալել ոչինչի համար։ Ինչի համար, որովհետև նա մտել է քաղաքականություն։ Իսկ հիմնական պատճառը ես կարծում եմ տվյալ դեպքերում, այս կարգի դեպքերում ոչ թե քաղաքական պատվերն է, այլ քաղաքական մթնոլորտն է։ Քաղաքական մթնոլորտը ստեղծում է իշխանությունը, որովհետև մի վարչապետ մենք ունենք, որը վերջին հայհոյանքներն է տալի պարլամենտի ամբիոնից։ Հիշում եք, չեմ ուզում կրկնեմ, ասենք սեռական բնույթի նույնիսկ բան այդ արտահայտություններ եւ ժողովրդավարության ֆորումի ժամանակ դժգոհում էր հայհոյանքից, ասել այդ տեսեք հայհոյանքներ են հնչում եւ քաղաքացիական ազարակություն չի դատապարտում։ Դե իր ոչ այնտեղ գլուխները տմտմբաստում էին այդ մարդիկ, որոնք ժողովրդավարության
անվան տակ հավաքվել էին, չասելով, բայց կներեք, առաջի հայոյանք տվող դու ես եղել ես հանրապետություն քաղաքական մակարդակում։ Քաղաքացիական հասարակություն ասելով ինչ նկատի ունենք։ Դե ճակերտները չհասցրեցին։ Դա ճակերտները չես ասում, այսինքն բնականաբար դրանք պատվեր կատարողներն են եւ արդեն շատ դեպքերում ուղղակի քաղաքական գործընթացների մեջ են մտնում եւ ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ այդ մարդիկ բացարձակապես որևէ հեղինակություն չունեն։ Ինչ վերաբերվում է ձեր ասած անձնավորությանը, որ այսօր երկիր է ղեկավարում, ապա իր ոչն է, չէ՞, ինքը ինչ որ անում է, հետո պատասխանատվությունը դնում է մյուսների վրա, բողոքում է այդ երևույթից։ Բնականաբար, եթե դու ատելության մթնոլորտով ես եկել, այդ ատելությունը տարածում ես, մատ ես թափ տալի, անօրինական հայտարարություններ ես անում, ասում ես մարդկանց բռնեք, ասֆալտին պարկասեք 2 ժամ հետո նկարը դրեք սոցցանցերում, որ ես տեսնեմ, հա, կիսանորմալ երկրում դա արդեն այդ մարդը ոչ միայն հրաժարական կտա, այլ կհայտնվել հայտնի վայրերում, հա, որտեղ դա հանցագործություն է կամ չլսված, չտեսնված բան է աշխարհում, որ երկրի ղեկավարը հրահանգ տա, որպեսզի շրջափակեն դատարանները։ Իսկ երկրի պետությունը դա օրենքն է, օրինականությունը եւ դատարանները եւ ազգային ժողովից իշխող կուսակցության ներկայացուցիչները ասում են դատարանները պետք է կատարեն ժողովրդի կամքը, դատարանները օրենքն են կատարում, ոչ թե ժողովրդի կամքը։ Ես այն ժամանակ ասում եմ, որ սա պետության քայքայման process-ն է, սկիզբն է։ Հիմա մենք պետության քայքայման ընթացքի մեջ ենք գտնվում եւ եւս մի սարսափելի դեպք է տեղի ունենում, որը հետևանքները շատ խորն են լինելու եւ շատ դաժան են լինելու։ Երկրի ղեկավարը իր Facebook-ի էջում ինչ է ասում, ինքը ասում է Հայաստանում ընդունված բոլոր սահմանադրությունները եղել են անօրինական։ Երկրի բոլոր ղեկավարները, նախագահները չեն ընտրվել, նրանք անօրինական են դարձել երկրի ղեկավարը։ Դեպքում մի անօրինական ընտրվող է լինում։ Մենք դրանք սահմանադրությունը դա գալիս է, որ պետությունը դա սահմանադրությունն է եւ օրենքն է, այսինքն Հայաստան որպես երկիր գոյություն չունի, այսինքն սա fake պետություն է եւ այս fake պետությունում օրինականություն չկա։ Բոլոր միջազգային պայմանագրերը, պայմանավորվածությունները, գործընթացները, վարկեր են վերցրել եւ այլն, վերցրել է fake պետություն, որը կեղծիքի վրա է հիմնված։ Եվ բոլոր ղեկավարները եղել են անօրինական ղեկավարներ։ Եվ ստեղից նաև հարց է առաջանում, բա ինքը ինչ սահմանադրությամբ է դարձրել երկրի ղեկավար, հա, այսինքն կեղծված սահմանադրությամբ ինքը դարձել է վարչապետ։ Այդ կեղծիքի հետևանքով ձևավորված խորհրդարանում։ Սա նշանակում է, որ Հայաստանը անօրինական երկիր է։ Հիմա մեզ յուրաքանչյուր հանցագործ, եթե նույնիսկ խելք ունենա, ինքը ցանկացած դատարանում կասեր ես ձեզ չեմ ընդունում, այս օրենքներն էլ չեմ ընդունում, որտեղ այդ օրենքները անօրինական են։ Անօրինական սահմանադրության վրա ընդունված օրենքներ են, որոնք ընդունել են անօրինական իշխանության կողմից։ Որպես ապացույց բերում է իշխանության ղեկավարին, հա, վարչապետին, որը այդ հայտարարությունները արել է։ Բայց սա ավելի դաժան հետևանք կարող է ունենալ, որ նույն Ադրբեջանը կարող ասել, տեսեք, Հայաստանում անօրինական իշխանություն է, fake երկիր է, fake օրենքներ են եւ ես մտնում եմ, զորքերս մտցնում են օրինական իշխանություն հաստատելու համար։ Ինքը իր օրերս իր Facebook-ի էջում ավելի սարսափելի հայտարարություն է արել։ Ասել է ժողով, բառացի եմ ես ասում, ժողովրդի համար միևնույն է, թե իրեն ով է օկուպացրել, անօրինական էլիտան, թե մեկ այլ երկիր։ Այսինքն հայ ժողովրդի համար միևնույն է, թե այս ինչ որ իշխանություն կա հայկական, թե օրինակի համար Ադրբեջանը եւ Թուրքիան է իրեն օկուպացնում։ Այսինքն սա նաև հրավեր է, որ կարող է գալ եւ օկուպացրեք։ Եթե դա ասեր հասարակ մարդ, ինչ որ ձևի կհասկանայինք, իհարկե նրան դատ պետք է հասնել դրա համար, որովհետեւ պետական կարգը կասկածի տակ է դնում։ Բայց երբ որ դա ասում է պետության ղեկավարը եւ դա պաշտպանում է մի ֆրակցիա, որը մեծամասնություն է խորհրդարանում, սա ես չգիտեմ ինչպես բնութագրեմ եւ աշխարհում երևի ոչ մի երկիր չի եղել, որ նման հայտարարություններ լինեն իշխանության կողմից։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ փաստորեն սահմանադրություն չի եղել, օրենքներ չեն եղել։ Հիմա էլ չկա։ Հիմա էլ չկա, դեռ հələ պետք է ինքը ընդունի։
Մյուս կողմից ասում են, որ պետք 3 հետաքրքիր մի քննարկում եղավ հանրային հեռուստաընկերության եթերում մենք այդտեղ ենք եւ ԿՊԱԿ-ը իրենց վարչության ներկայացուցիչը Վիլեն Գաբրելյանը ասում մեր սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ օտար երկրների նկատմամբ, հարևան երկրների նկատմամբ։ Փաշինյանը սրանց 2 ամիս առաջ ասում էր սահմանադրությունում նման բան չկա։ Մենք մեր սահմանադրությունը որևէ երկրի տարածքների նկատմամբ նկարտումներ չունի կամ Եթե Մասա ինչ է նշանակում, ինչ փոխվեց այս 2 ամիս սրանց մոտ։ Ոչ թե ինչ որ փոխվեց, այլ իրենք խճճվել են իրենց հայտարարությունների մեջ եւ տրամաբանական հրահանգներ իրենց իշխանության ներկայացուցիչների կուսակցությունների համար գոյություն չունի։ Հիմա եթե իրենց կուսակցության ներկայացուցիչը ասում է, որ Հայաստանը սահմանադրությամբ ունի տարածքային պահանջ Ադրբեջանի հանդեպ, ապա դա նշանակում է Ադրբեջանը հիմք ունի մտնելու Հայաստան եւ ասել դուք պահանջ ունեք, ես էլ պահանջ ունեմ, իմ պահանջը Արևմտյան Ադրբեջանը վերականգնելն է։ Ասում են Արևմտյան Ադրբեջանի խոսույթը ընդդիմությունն է առաջ տանում Հայաստանում Ադրբեջանի հետ։ Իշխանությունն է ասում։ Դա մենք ենք հնարել։ Այո։ Դե ինչ ասում։ Տեսեք, երկրորդ Փաշինյանը ադրբեջանական պահանջների կատարումը ձևակերպեց այսպես, որ իրեն այս քաղաքականությունը վարել, հուշել են, թելադրել են սնուցող մայրերը եւ նրանց թիկունքում կանգնած, լուր կանգնած խոհուն նահապետ հայրերը։ Այսինքն ապագա աղետները ինքը արդեն տեղավորեց այդ մայրերի նահապետ հայրերի գրպանը։ Սա մեկ։ Բայց երկրորդը Նիկոլ Փաշինյան Ճապոնիայից, եթե հիշում եք, տեսաուղերձեր տարածել, թե ինչ մաքուր է Տոկիոն։ Եվ փաստորեն կշտամպում էր հայ ժողովրդին այդ նույն սնուցող մայրերին եւ նահապետ հայրերին, որ էսի շփնթի եք դուք։ Հիմա արդյոք տրամաբանության, եթե հետևենք, արդյոք աղբանության խնդիրը լուծել չկարողացող սնուցող մայրերն ու խոհուն հայրերը, նահապետ հայրերը կարող են աշխարհաքաղաքական հարցերով խորհուրդ տալ Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինքը ավելի առաջ է գնում, ինքը ասում է այս ամեն ինչում, բոլորին մեղադրելուց հետո 18 թվականից հետո կոռումպացված գեներալներին, դրանից հետո ղարաբաղցիներին, դրանից հետո նախկին նախագահներին, հետո ժողովրդին, որ ժողովուրդն էր մեղավոր, հիմա մեղադրում է Ստալինին, Բրեժնևին եւ բանին։ Ստալինին, Խրուշչովին եւ Բրեժնևին, որոնք աղեմ ես դրանց բոյը, որոնք հայերին սովետական հայկական սովետական հայրենասիրական մոդել են ներարկել, նշում է ժողովուրդը փչացած հիվանդ ժողովուրդ է, ինչ ասում է Ալիևը։ Դե Ալիևը իր հայտարարություններից մեկի ժամանակ ասել հայերը հիվանդ ժողովուրդ են, եւ այդ ժողովրդին պետք է բուժել։ Եվ եթե իր իշխանությունը չկարողանա բուժել, ես կգամ կբուժեմ։ Այսինքն այդ նույն բանն էր, որը Բայց այդ փչացած ժողովուրդը ոնց է Նիկոլ Փաշինյան խորհուրդներ տալիս, ինքն էլ հետևում այդ խորհուրդներին, աշխարհակաղակական հարցերում։ Դե հիմա հարցը հետեւյալն է, որ երբ որ դու անընդհատ սուտ ես խոսում եւ անընդհատ մեղավորներ ես ման գալի, վերջում խճճվում ես։ Տրամաբանական խնդիր է լինում, հետո ինչ են իրանք ասում, ասում են, որպեսզի արդարացնեն այն ամեն ինչին տեղի ունեցավ, ասում են, գիտեք ինչ 19 թվականին, երբ որ մեզ առաջարկել են 5 տարածք հանձնել, որից հետո կլինի խաղաղություն եւ երկար ժամանակ կսառեցվի, ժողովուրդը դա չէր ընդունի, բայց մենք էլ ժողովրդից մասնիկ ենք, մենք էլ ենք դաստիարակվել Ստալինյան, Խրուշչովյան հայկական հայրենասիրությամբ, մենք էլ չենք հասկացել ինչ է կատարվել։ Նիկոլ Փաշինյանն էլ է չասում, ես այն ժամանակ հայրենասեր էի եւ իմ սխալային էր, որ ես հայրենասեր էի, որովհետեւ ինքը սովետական հայրենասեր էր, որովհետեւ խեղճ տղեն ինչ ան, ինքը դպրոց է գնացել, Շիրազ են սովորել, բան են սովորել, անլռելի զանգակատուտ են սովորել եւ ինքը ինչ անի։ Այսինքն իրենք հիմա իրենք խելք են հավաքել։ Հիմա փորձում են ժողովրդին, բայց փաստ, որ իրենք խելք են հավաքել, բան։ Փաստը կարևոր չի, փաստը այն է, որ իրանք այս արհավիրքները, որ բերել են հայ ժողովրդի գլխին, Հայաստանի ժողովրդի գլխին, իրենք ասում են իրենց հիմարության պատճառով է։ Եթե քո հիմարության պատճառով էր, ուրեմն դու այդ իշխանությանը պատրաստ չէիր։ Պատրաստ չէր, ուրեմն կամ եթե քո պատճառով դա եթերը չեք նայել, բայց ոնց որ այդ ԿՊԱ-ականների մտքերը կարդաք։ Այդ ԿՊ վարչության անդամ Վիլեն Գաբրելյանը բառացիորեն ասում էր, որ մենք
չենք հասկանում 18 թվականին, միամիտ էինք, պետական կառավարման փորձ չունենք, դրա համար էլ վարի տվեցինք։ Դե դրա համար պետք է կամ ինքնասպանություն անեն, կամ հեռանան իշխանությունից եւ այս ժողովրդի չհասկանալու մի օրինակ կա, փայլուն օրինակը Դեգոլի օրինակը։ Ուրեմն երբ որ 1958 թվականին մինչև այդ Ալժիրում պատերազմ էր գնում, 1.5 միլիոն ֆրանսիացիներ կային Ալժիրում եւ բազմաթիվ ալժիրցիներ, որոնք համագործակցում են ֆրանսիական օկուպացիոն գաղութատիրական ռեժիմի հետ։ Եվ զինվորականները ասում են մենք պատերազմը միջև վերջ պետք է տանենք եւ Ալժիրը պետք է մնա մերը։ Իսկ Ալժիրում ազգային ազատագրական շարժում էր գնում։ Եվ ամբողջ Ֆրանսիան հանրային կարծիքը ասում էր, որ պետք է մենք շարունակենք եւ Ալժիրը լինի գաղութ։ Դեգոլը նախընտրական բանում, քարոզչությունում ինքը ասում է, որ մենք պետք է Ալժիրում մնանք, ինքն էլ հերոս գեներալ է, չէ՞, եւ Ալժիրում պատերազմը պետք է շարունակենք։ Երբ ընտրվում է նախագահ եւ սահմանադրությունը փոխվում է, նաեւ նոր սահմանադրություն, ինքը հայտարարում է, որ մենք Ալժիրից դուրս ենք գալի։ Դա արհավիրք էր նաև ֆրանսիացիների համար, որտեղ միլիոնից ավել ֆրանսիացիներ արտագաղթեցին Ալժիրից, որոշները սպանվեցին եւ բազմաթիվ ալժիրցիներ սպանվեցին, տասնյակ հազարավոր, որոնք կոլաբորացիոնիստ էին, հա, այն հայ նասեր ալժիրցիները նրանց սպանում էին։ Իր դեմ նույնիսկ մահափորձեր էին գեներալներ, զինվորականներ փորձում կազմակերպել, բայց այդ մարդը հասկացավ, որ այդ քայլը պետք է անի, որտեվ դա է ճիշտը։ Եվ ապագայում շնորհակալ ֆրանսիացիները Դեգոլին մինչև հիմա հերոս են համարում եւ Դեգոլը իրենց հիմնական դեմքն է, հա, 20-րդ դարի, որ փրկել է Ֆրանսիան նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հիմա եթե Դեգոլը պատերազմը շարունակեր, հետո ասեր դες հիմար եմ, էլի ժողովուրդն էր ուզում, դες ժողովրդի իշխանությունը ժողովրդին, այս ժողովրդի ցանկությունն եմ կատարել։ Կարար, չէ՞։ Բայց փաստորեն ստացվում է իրենց խոսքից, որ Տգետ Փաշինյանին խելքի գալու համար մի 5000 զոհ էր պետք։ Այսինքն ինքը դրանից հետո հասկացավ, որ ինչ է տեղի ունենում։ Էթնիկ զտումներ էին պետք եւ այլն։ Ոնց վստահել են, որ հասկացել է։ Կարող է ինչի համար մի երկու շրջան էլ կորցնեն նոր ինչ որ բաներ հասկանա։ Իրենք ոնց են բացատրում, որ ինքը Արցախում ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Դա բացատրում են 19 թվականին, որ ինքը հայրենասեր է եւ դրա համար եկավ ասեց, որ Արցախը Հայաստան էր եւ վերջ, եւ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ աննման բան ասել, Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, ինքը ընդհանում է կրկնում են, ինչով ինքը դաստիարակվել է, բայց իրական պատճառը այլ է եղել, որտեղ 19 թվականին իրեն առաջարկել են, որ 5 շրջան հանձնի եւ ասել են ինչ է լինելու, պատերազմ է լինելու եւ Հայաստանը պարտվելու է դաժան ձևի պարտություն է կրելու։ Ինքը երբ որ գնաց Արցախ եւ այդ հայտարարեց, դա ուղղված էր Մինսկի խմբի համանախագահ երկրներին կամ միջազգային հանրությանը, որ ես պայմանները չեմ ընդունում։ Թքած ունեմ ձեր վրա։ Ձեր վրա թքած ունեմ, հա։ Եվ նաեւ երբ որ ինքը մեղադրում է Ռուսաստան եւ այլն, ուրեմն պատերազմի որոշումը ընդունել է Մինսկի խմբի երկրները, համանախագահները միասին։ Դրա մասին շատ լավ պատմում է Ադրբեջանի միջև պատերազմը երկար տարիների արտգործնախարար Մամեդյարովը ռուսերեն։ Ինքը պատմում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ դրանից առաջ պատերազմից առաջ տեղի ունեցող մի հանդիպումը, ռուսերեն է, կարելի է ինտերնետում գտնել այդ հարցազրույցը, շատ հետաքրքիր հարցազրույց էր, որտեղ ինքը ասում է ինչ են ասել Մինսկի խմբի համանախագահները եւ այնտեղից ոչ ոք չի մերժել։ Եվ այդ մակարդակում սուտ չենք խոսում եւ սուտ խոսել հնարավոր չի։ Ինքը ասում է հանդիպման ժամանակ ես իրենց ասացի, ահա տեսեք Հայաստանում ինչ ղեկավար է եկել, որը ասենց աննորմալ հայտարարություն է անում եւ սաղ բանակցային գործընթացը պրավալ է տվել։ Հիմա մենք ինչ անենք, այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե ֆորս մաժորային քայլ անենք։ Եվ բացատրում է, ես նկատի ունեի պատերազմ եւ իրենք հասկացան, որ ես ասում եմ պատերազմ պետք է սկսենք։ Եվ ասում է համանախագահներից մեկը, չի ասում, որ երկիրը ասես դե արեք այդ ֆորս մաժոր, այսինքն պատերազմ սկսեք։ Եվ այն երկուսը գլխով համաձայնության նշան արեցին։ Հա, դա ցույց է տալի, որ համանախագահ երկրները տեսել են ոչ adekvat մարդ է եկել, որը չի հասկանում համաշխարհային process-ները, չի հասկանում, որ աշխարհում եւ մասնավորապես ռեգիոնում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել եւ մասնավորապես Ռուսաստանը, որը
ինչ որ առումով անվտանգության երաշխարհ արդեն չի կարող այդ ֆունկցիան կատարել, որովհետև արդեն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև կոնֆլիկտ էր սկսվել Ուկրաինայում եւ գնում էր տակ պատերազմի, ինչը հիմա տեղի է ունենում։ Եվ այստեղ պետք էր իրավիճակը որոշակիորեն փոխել եւ հանգստացնել։ Եվ այս մարդը գնում է Արցախ եւ ասում է քո ասած թքած ունեմ ձեր բոլորիդ վրա, որից հետո սկսվում է պատերազմը։ Հիմա դա ինքը դա բացատրում է հայրենասիրությամբ եւ մեղավորը Ստալինն է, Խրուշչովն է եւ Բրեժնևն է։ Եվ բազմաթիվ մարդիկ այս կուտը ուտում են։ Չէ, բայց մյուս կողմից էլ տգետն էլ չէ կարող լինել հայրենասեր։ Նա կարող է գալ որևէ տգետ եւ համարել, որ հիմա ինքը այ հենց հիմա Հայաստանը պիտի գնա ազատագրի Մասիսը։ Ես կարծում եմ ինքը երկն էլ թե Մասիսին բան պատահի ազգովի դառնանք ֆիդայի, դա էլ հիմն սարքեն, ու ասեն գնում ենք Մասիսը ազատագրելու։ Իհարկե դրանից հետո աղետ է լինելու։ Ես կարծում եմ, բայց այդ տգետը հայրենասեր էր, շատ էր սիրում Մասիսը։ Եթե մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները տգետ են, ինչ որ ձև է բացատրություն ենք տալի իրենց քայլերի։ Ես կարծում եմ այլ բան է տեղի ունեցել։ Իրանք վերահսկողության տակ են գտնվել եւ իրենք արտաքին հրահանգներ են կատարել։ Բերեմ մի քանի օրինակներ։ Եվ հիմա իրենց տգետի տեղ են դնում։ Հիմա իրենց տգետի տեղ են դնում։ Առաջինը, որն էր իմաստը, երբ որ դու քու հույսը գիտես, որ պատերազմ է լինելու, իրեն բոլորը զգուշացրել են իշխանության գալուց հետո, երբ որ դու քու հույսը հապկն է եւ Ռուսաստան է, որ պիտի գան պատերազմի, կամ ինքը հենց 18 թվականից հետո ասում էր Սերժ Սարգսյանի խոսքերն էր կրկնում, որ ինքը չի պատկերացնում, որ Ռուսաստանը մեզ մենակ թողի, այդ միջև պատերազմներ ասում։ Գալիս է իշխանության եւ հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալում է, միջև հիմա գործը չկա։ Եվ դա ամբողջ աշխարհի առաջ թքում է հապկի եւ Ռուսաստանի վրա որպես կառույց։ Ինչ որ Հայաստան, ինչ որ Նիկոլ Փաշինյան հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալում է։ Դու դրանից հետո ուզում ես հապկը, որ քեզ պաշտպանի։ Մյուս օրինակը, որը էլի որևէ բացատրություն չունի։ Ուրեմն այն ժամանակ Բելարուսիայում հիշում ենք, չէ, ինչ դեպքեր էին տեղի ունենում։ Բելարուսիայում ինչ դեպքեր էին տեղի ունենում, հեղափոխություններ գնում եւ մազի վրա էր, չէ, Լուկաշենկոն տղրեց։ Պատերազմից ամիսներ առաջ զենքը վերցրեց, որ գնաց իշխանությունը պաշտպանելու։ Արդեն ընկնում էր իշխանությունը եւ բոլորի համար բարձր, որ արևմուտքը հեղափոխություն է կազմակերպում Բելարուսիայում։ Ռուսաստանը ինչ վիճակ էր 18 թվականից հետո միտինգներն են տեղի ունենում Ռուսաստանում եւ հիմնական կարգախոսաններ ուզում ենք այնպես ինչպես Հայաստանում։ Խաչենք կակ վարմեն, ուզում ենք այնպես ինչպես Հայաստանում, որ Սոչի էր գնում դեղ հայերը Նիկոլ Պուտինը նստած Սոչիում հերոսը դիմավորում, Նիկոլին, եւ ռուսներին ցույց են տալ, այլ նայեք, ինչ պետք է անել, ոնց պետք է անել։ Երբ նկատենք, պարոն Դանիելյան, ես շարունակեմ հլը։ Այդ օրինակը հարստացնելու համար, որ Ռուսաստանում նման բաները չեն ներվում։ Ես հիշեցնեմ, որ հрьяաների դեմ Ստալինի ժամանակ բռնաճնշումները սկսեցին եւ Գոլդա Մեյերը եկել էր ԽՍՀՄ եւ ԽՍՀՄ-ի հрьяաները նրան դիմավորել էին այնպես, ինչպես Սոչի հայերը Նիկոլ Փաշինյանին։ Եվ արդյունքում որոշեցին, որ հрьяաներին պիտի ճնշեն։ Այդ թվում նաեւ Մոլոտովի կնոջը, որը հակաֆաշիստական հրեական կազմակերպության գլխավոր դեմքերից մեկն էր, գնաց Աքսորի երկար։ Հիմա Ռուսաստանում ակնհայտ էր հեղափոխական իրավիճակ է ստեղծվում եւ գլխավոր դերակատարով էր Նավալնին էր, չէ, Նավալնին ֆիլմեր էր հանում, թե ինչ կոռուպցիա է տեղի ունենում, Նավալնին արդեն պատրաստում են որպես գլխավոր հեղափոխական եւ իշխանությունը վերցնելու, շատ լուրջ վիճակ էր Ռուսաստանում եւ երիտասարդության հերոսը Նավալնին էր։ Եվ այն ժամանակ պատերազմից առաջ, երբ որ քո հույսը Ռուսաստանը եւ հապկն է, որ քեզ գալու են ու դու գիտես պատերազմ է լինելու, Նավալնին հրավիրում ես Հայաստանի պետական հեռուստատեսության հարցազրույցի, այսինքն դու հեղափոխական երկիր ես, օրինակ ես Ռուսաստանի համար, գլխավոր ղեկավարին, որը անձնական թշնամին է Պուտինի, հիշում եք այդ Նավալնի հետ ինչ պատմություններ եղավ թունավոր, կանչում ես հայկական պետական հեռուստատեսություն, հանրային հեռուստատեսություն եւ նա հարցազրույց է տալի հակառուսական եւ ռուսական հեռուստատեսությամբ այնտեղ բաներ են, չէ, մարդիկ գլուխները բռնում են, ասում են, այս հայերը էս ինչ եք անում, դուք հասկանում եք, էս ինչ եք անում։ Հիմա այս տրամաբանության մեջ, եթե մենք դիտարկում ենք այն ամենը, ինչ որ կատարվել է
սա հիմարության նշան էր, թե սա հրահանգներ են կատարում երկրից դրսից հրահանգներ են կատարում, նաև շատ զինվորականներ պատմում են, որ 20 թվականի պատերազմի ժամանակ անհասկանալի էր ով է այդ պատերազմը կառավարում։ Հայաստանի գլխավոր շտաբը, թե ինչ-որ մի հատ ուրիշ շտաբ գոյություն ուներ, պարզ չի որտեղ, պարզ չի ինչ անդամներով, եւ հրահանգները այնտեղից էր գնում, ոչ թե Հայաստանի գլխավոր շտաբից։ Եթե սա էլ են գումարում, ապա նշանակում արտաքին կառավարում է եղել եւ բազմաթիվ անգամ մի օրինակ են վերել, այդ օրինակը նույնպես բերեմ, երբ որ Բոլտոնը 18 թվականին եկավ, ասեց ազգային կարծրատիպերից հրաժարվել, ինչը հիմա ինքը կատարում է, այս տարածք ազատել Արաքսի ափի, որտեղ դա Իրանի հետ կապված իրենք ինչ-որ ծրագրեր ունենք, որից հետո քմծիծաղով հարցում է, ես վարչապետին հարցրեցի, որն է ձեր հաջողության գաղտնիքը, այսինքն ինչպես է եկել իշխանության, ինքը լռեց, ոչինչ չպատասխանեց։ Այսինքն քեզ բերել ենք, ըստ էության դա է ասում, եւ դու այս հրահանգները պետք է կատարես։ Հիմա այդ դեպքում ինքը հայրենասեր հիմար է եղել, թե այլ բան։ Դե իհարկե, հայրենասեր հիմար չի եղել։ Ակնհայտ։ Բայց ես կարծում եմ, որ շատ ԿՊԱ-կաններ իրոք իրենց համոզել են, որոնք քննադատական մտքի եւ գիտելիքների խնդիր ունեն, չնայած վարչության անդամներ կարող են լինել, որ անկեղծորեն նույնիսկ որոշ մարդիկ հավատում են, որ իրենք հայրենասեր են եղել եւ Ստալինն է մեղավոր, որ իրենք տենց հայրենասեր են դաստիարակվել եւ պատերազմը որ եղավ, իրենց հիմար հայրենասիրության հետևանքով էր դա։ Գուցե շատերը անկեղծ են դա ասում։ Իսկ գուցե Ստալինին դատեն, եթե ոչ մեկի չի ստացվում։ Իմիջիայլոց 44-օրյա պատերազմի պարտության համար։ Իմիջիայլոց դա շատ հետաքրքիր թեմա է, խոսել թե սովետական միությունը ինչ ազգային քաղաքականություններ վարում մինչև 41 թիվը, 41 թվականից հետո տարբեր ազգերի համար ինքը ինչ իր շահերից ելնելով, ինչպիսի հայրենասիրական մոդելներ էր մշակել, եւ այդ առումով նույնիսկ այնտեղ իրենք մանիպուլյացիա են անում, բայց դա առանձին խոսակցության թեմա է։ Եվ մյուս կողմից ամփոփելով մեր զրույցը, պարոն Դանիելյան, պետք է համաձայնել ձեզ հետ եւ կարծում հերոստատողները այստեղ առաջին հերթին պետք է մտածեն, որ եթե անգամ հիմարության, տգիտության հետևանք է, չի կարող անպատասխան մնալ, չդատապարտվել մարդը, որը հիմարությամբ, ասենք մի քանի հազար մարդ է սպանել։ Դա արդեն որևէ կապ չունի, դա դավադրություն էր, թե հիմարություն, այսինքն հետևանքների համար այնուամենայնիվ իրենք պիտի պատասխան տային, անկախ սկզբնական պատճառից։ Եվ մյուս կողմն էլ կա, եթե այն ժամանակ հիմար են եղել, ով ասեց, որ հիմա նույն հիմարը չեն, եւ հիմար քայլեր չեն անում։ Չէ, ակնհայտ է, որ հիմա էլ նույն բաներն անում, ծրագրի շրջանակում։ Կամ էլ հիմար չեն, ավելի վատ։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, այդ ակես զրույցի համար, ես չեմ զրուցում եք քաղաքագետ Ստեփան Դանիելյանից, տեսություն կհանդիպենք։